խոսքի 1 միլիոն դրամի ապրանք են բերել, էդի կարանք վերցնել։ Բայց որ տանը չի տալիս, տալիս է մեծ կարգոն։ Որ կարգով որ տալիս է, բայց կարգոն անհատական ապրանքներին ոչ մի բան չի տալիս, տալիս է մի հատ գումարի 1 միլիոն ապրանքի։ Հատիկ փորձի սաղ գրանցի, մինչև մեր ապրանքը մենք կարգոյից անենք, արդեն սեզոնը կանցնում։ Ահա քանունյա թիվ են տալի, 1 միլիոնի ֆակտուրա ասմապանը, 3 տալի, քանի մանկական ես վաճառը տալիս է, քանի հատ տրուսիկ քանի հատ դասկես։ Չէ, տալիս է, ասմա տրուսիկ հատ գերում, ասեք վայկա է գերում, բայց որից քանի հատ Իրանը ձեր չի տալի։ Ինչ ես ուրիշ բան եմ բացել վաճառում։ Ես ուրիշ բան եմ վաճառում։ Մեր կողմից խնդիրը ուրեմն ուսումնասիրվի, դուք արդեն դիմումը ներկայացրեցիք։ Հետագա ընթացքի մասին արդեն կտեղեկացվի։ Մենք շուտապույտ, որովհետև արդեն մեկին արդեն ասեք ինչ դիմում եք ներկայացել, լրագրող եմ Ամեկ Պլյուս հեռուստաընկերությունից, կուզենանք իմանանք ինչ էիք խոսում, ինչ դիմում եք ներկայացրել, կասեք մեզ։ Այն մասին, որ անհնարին է նման փաստաթղթերով աշխատել։ Ինչ փաստաթղթ։ Այն որ ամեն ապրանքը մեզ պիտի ֆակտուրական հատ-հատ գնելով, մեզ ոչ մեկ է ձեր ֆակտուրա չի տա։ Մենք դրսից ներմուծող ենք, իսկ դրսից ներմուծող դրսի խանութների հեշտ պետք է չտես թե ինչա կատարում։ Նրանք ոչ մեկ էլ քեզ ստորագրության փաստաթուղթ չեն տա, որ հատ-հատ էս ինչ է այսքանով արել ես, ինչ է այնքանով արել ես։ Վերես այստեղ ներկայացնես, դա հնարավոր չի։ Դա պիտի անես ստեյ կարգոն է կյանքում հատ-հատ քո վեշերը իրանք չունի։ Բացի հատիկ սաղ գրանցի ու գին որոշի ինքը իրանով թե որը ինչքան է։ Այսինքն փաստաթղթեր են մեզնից պահանջում, որը որ ֆիզիկապես անհնարին է ճարել են ներկայացնել։ Որը որ իրանց առիթ է տալիս ցանկացած պահի, երբ ուզենան գան մեզ դու գան։ Այսինքն կներեք, հա ես ճիշտ հասկացա, հոկտեմբեր 1-ից ուժի մեջ մտնող շրջանառության հարկի մասին է։ Դուք որպես առևտրական հա դիմում ներկայացրեցիք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Եվ ինչ եք ակնկալում, կուզենայինք իմանալ։ Ամեն այս պահին ոչ մի բան չենք ակնկալում, որտեղ առաջինը չի։ Ինչ առաջինը չի։ Առաջի դիմումը չի։ Էլի դիմումներ եք գրել ու անպատասխան եք մնացել։ Անպատասխան չէ, իրանց ոնց որ հարմար է եղել, տենց են պաշտպանել մարդու իրավունքները։ Աղքատներից խլում են, հարուստներին տալի էլի։ Մեր իրավունքները հետո պաշտպանելու համար ենք արել, որ չասեն, մարդու իրավունքների պաշտպան կար, ուր է, չեք դիմում։ Դրա համար ենք արել։ Հիմա դիմել ենք։ Էլ որտեղ դիմենք, թող ասեն դիմենք ժամանակը գա, իրանք մեր հետ կանգնեն, ասեն մենք ձեզ դիմեցինք, ինչ հարց է լուծում տվեք։ Ես այս բանին չեմ հավատում, վերջի անգամն է փորձում եմ հավատալ, որ կլինի ինչ-որ բան։ Երկու շաբթի միջև ասել ենք ժամանակ, եթե երկու շաբթի չի լինի, արդեն իրանք չանեն, մենք ենք անելու, մեկ շարունակական է։ Մինչև այս թարքաբոշևիկներին չհանենք, սրանք փոխողը չեն, հարուստը հասարակ տրամաբանական բանա, ասում են օլիգարխներին վերահսկելու համար են անում, կնոք ասեղմողներն ովքեր են։ Սաղ իրանք չեն, իրանք իրաց դեմ են հելը, տես բան հնարավոր չի, սաղ մեր դեմ են հելը։ Մի քանի հոգով սաղ ցանցերը փռեն, մենք էլ գնանք հայատում բանը բոլոր։ Այսօր ձեր աշխատանքն են խլում, վաղը ձեր տունն են խլելու, մի օր ձեր ապրուստն են խլելու, մի օր ձեր զավակներին։ Պետք է միավորվել ու ոտի կանգնել իշխանապողություն անել։ Դա է, որպեսզի վաղը մյուս օր ինձ նման Նես չի որ փոխեցինք ուրիշ ավելի լավն է գալու։ Ատե եղածի վզից բռնես կզստես որ գեղը խելոք։ Միջև մեկին փոխես չփոխես են մեկին փոխես են մեկն է գալու գրպելու։ Ինչքան սոված շունկա բերքեցեցիր ավելի բետար են ուտելու։ Գոնե կերել են թող իրանց հալալ էլի, թողը մեկը թողան մենք ուտենք, ուրիշ բան չեն։ Չես կարող, կարանք մենք աշխատենք մեր աշխատանքը։